Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Թագուհի, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Զիրայ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այն մարդիկ, ովքեր տևական ժամանակ արդեն պնդում էին, որ դուք իրենցից վախենում եք, համագումար արեցին, հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուի անունը, Սամվել Կարապետյան, Ուժեղ Հայաստան կուսակցություն, հանդես եկան հայտարարություններով, նշեցին օրինակ տարբեր առանձնահատկություններ, որ ունի Սամվել Կարապետյանը եւ դուք չունեք, դա նրա միջազգային կապերն են, կարևորը կուշտ լինելն է, նա գյուղից է, մի խոսքով չի կտրվել այս երկրից ու հազար ու մի բան է արել, բայց սահմանադրության հետ քանի որ խնդիր կա, Սամվել Կարապետյանը այդպես մի 3 երկրի քաղաքացի է եւ վերջին տարիներին չել բնակվել հիմնականում Հայաստանում, իրենք ասում են դա խնդիր չի այն իմաստով, որ կփոխենք, հետո Սամվել Կարապետյանին կբերենք կսարքենք վարչապետ։ Նախ կխնդրեմ սրան անդրադառնալ, հետո արդեն ելույթներից էլի դիտարկումներ եւ այլն համեցեք։ Շնորհակալություն Զիրայ հարցի համար։ Ես ոնց հասկացա դուք տրամադրված եք այս քննարկման ժամանակ վերլուծել մի բան, որը ես չեմ տեսել։ Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ ամբողջ օրը ազգային ժողովում զբաղված էի այլ ավելի կարևոր գործերով, այսօր հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական հոգեհանգիստներ եւ չէի կարող որպես վաղեմի գործընկեր բաց թողնել այդ արարողությունը, հետեւաբար մյուս գործերին կանրադառնանք հաջորդիվ, ինչ վերաբերում է համագումարին, իսկապես չեմ հասցրել ես հետևում եմ ամբողջ ընդդիմադիր դաշտի գործունեության, բոլոր ընդդիմադիրների ելույթներին, համագումարներին, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսի քաղաքական դաշտ է ձևավորվում բարձ պատճառով, որ քաղաքական թիմ եմ ներկայացնում եւ պետք է ամբողջ դաշտին տիրապետեմ, բայց այս մեկը դեռ չեմ հասցրել տեսնել։ Ես ձեր ասածների մեջ հասցրի ֆիքսել, որ Սամվել Կարապետյանը գյուղից է, շատ ուրախ եմ այդ կապակցությամբ եւ ես կարծում եմ, որ դա լավ է, որ մարդիկ գյուղերում են ծնվում, մեծանում եւ դառնում քաղաքական գործիչներ եւ հույս ունեմ Սամվել Կարապետյանի ուղղորդված մեդիան այլևս չի թիրախավորի մարդկանց գյուղից լինելու հիմքով, ինչպես ժամանակ առ ժամանակ իմ նկատմամբ անում է Սամվել Կարապետյանի ուժի կառավարման ներքո գտնվող մեդիաների կողմից։ Իհարկե ես չեմ կաշկանդվում, որ օրը մեջ հիշեցնում եմ, որ ես գյուղից եմ կամ որ ես կին եմ, բայց կարծում եմ, որ եթե դա որպես գնահատելի արժանիք են ներկայացնում, պետք է նաև մյուսների մեջ դա գնահատեն։ Շատ լավ։ Հավելելու բան չունեմ, միայն կասեմ, որ ես ցավում եմ, որ ես գյուղից չեմ, որովհետև իմ շրջապատը գիտի թե ես որքան շատ եմ սիրում գյուղը եւ երազում եմ այնտեղ ապրելու մասին։ Մյուս կյանքում ժիներ։ Ուսանք։ Սահմանադրության հետ Կարող եք գյուղում տուն գնել եւ տեղափոխվել ու գյուղում ապրել։ Ես հավատացնում եմ, որ որոշ ժամանակ հետո ավելի ու ավելի լավն են դառնալու Հայաստան գյուղերը, հիմա էլ ավելի լավն են դառնում, թե կրթության, թե առողջապահության հասանելիությունը, ենթակառուցվածքները կարծես թե գնալով գերազանցում են մայրաքաղաքին։ Հետևաբար մանավանդ այս մայրաքաղաքի խտության ներքո երևի լավ ընտրություն եւ լավ որոշում կլինի շարունակել կյանքը եւ գործունեությունը գյուղում, այնպես որ բոլոր մեծ դիտողներին հորդորում եմ մտածել այդ ուղղությամբ։ Այո, ես միանշանակ համաձայն եմ։ Վերադառնանք իրավական հարցերին, քաղաքական հարցերին։ Պրոբլեմ չի, որ սահմանադրության հետ կան համապատասխանություն, բայց դրա վրա, այսպես ասենք, ուշադրությունը մինիմալ է։ Դե ինչ է եղել, կգանք կփոխենք նորից մեր ուզած մարդուն կկարգենք վարչապետ։ Ինչու եմ սա հարցնում։ Նայեք, կհիշեք օրինակ, երբ 21 թվականի ընտրությունները պետք է տեղի ունենային, ձեր խորհրդարանական գործընկերներից ասում էին, որ այս իշխանությանը հեռացնելու համար կարելի է դիմել նաև ոչ սահմանադրական ճանապարհների, որովհետև երկիրը փրկելու հարց կա, հա, եւ ինչ սահմանադրություն, ինչ բան։ Եթե կհիշեք նաև Սրբազան օրինակ շարժումը, երբ Վազգեն Գալստանյանին հարցում էին, բայց դուք միայն Հայաստանի քաղաքացի չեք, դուք չեք կարող լինել վարչապետ, ասում են ինչ սահմանադրություն, երկիրը պետք է փրկել։ Հիմա էլ այս մարդիկ էլի նույն բանն են ասում։ Եթե սցենարիստը իհարկե նույնն է կամ ռեժիսորն է նույնը, կարծում եմ աշխատանքը այդքան էլ գնահատելի չի այս իմաստով, բայց եթե մենք ուզում ենք փրկել այս պետությունը եւ արհամարհում ենք նրա սահմանադրությունը, քանի կոպեկի արժեք ունի այդ փրկությունը։ Ճիշտ եք ասում, երկրորդ բանը, որ ես ֆիքսել էի եւ կուզենայի անդրադառնալ այն ձեր սկզբնական խոսքում, իհարկե սահմանադրությունն է եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը եւ դա
անկախ այս համագումարի գոյությունից, այնտեղ հնչած ելույթներից, տեքստերից մի բան է, որի վրա արժե ուշադրություն դարձնել, որովհետև 2018 թվականին Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնվել է, եւ մեզ համար սա Հայաստանի պետության հիմնական գոյության եւ այն իրավիճակից դուրս գալու, հա, այն դժվարին իրավիճակից 2022 թվականների իրավիճակից դուրս գալու հիմնական բազան է եղել, որի վրա մենք հենվել ենք սահմանադրականությունը։ Դուք ճիշտ եք հիշում, որ 20 թվականին դեռևս մինչև 21 թվականը կար մի այսպիսի մարդկանց խումբ, ովքեր իրենց կոչում էին համաձայնության կառավարություն, հայրենիքի փրկության կոմիտե եւ այլն, եւ իրենք առաջարկում են, որ հակասահմանադրական ճանապարհով Հայաստանում ստեղծվի կառավարություն, որը կլուծի Հայաստանի առջև ծառացած խնդիրները եւ դեմ էին, որպիսի ընտրություններ տեղի ունենան եւ իշխանությունը վերադարձվի սահմանադիրին, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերադարձնի տա իշխանությունը նրան, ում դրանից հետո կունենա։ Մենք այն ժամանակ կարողացանք մի կերպ լուծել այդ ճգնաժամը համաձայնության գալով խորհրդարանում գտնվող ընդդիմադիր գործընկերների հետ, իհարկե դա շատ դժվար էր, որովհետեւ այդ հակասահմանադրական ուժերը համառում էին այդ ուղղությամբ, բայց լավա որ խորհրդարանում կարողացանք լեզու գտնել եւ ես ուրախ եմ, որ այն ժամանակ խորհրդարանում ընդդիմությունը համեմատաբար adekvat էր, քան հիմա։ Հիմա այս բոլոր ամբողջ 5 տարիների ընթացքում ընդդիմությունը աչքի է ընկել սահմանադրության նկատմամբ իրենց արհամարհական վերաբերմունքով եւ սահմանադրությունը ոտնակոխելու իրենց բազմաթիվ պատճառաբանություններով, որոնք իրենք ժամանակ առ ժամանակ հնչեցնում են, օրինակ եկեղեցու հետ կապված հարցերում, իրենք հակասահմանադրական դիրքորոշում ունեն Վազգեն Գալստյանյանի հետ կապված հարցերում, Միքայել Աջապահյանի հայտարարության հետ կապված են էլ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություն արել։ Կհիշեք գլխավոր շտաբի հայտարարությունը Իդեպ ես սա ուզում եմ կապել անպայման Միքայել Աջապահյանի հայտարարության հետ, որովհետև Միքայել Աջապահյանը, որը պնդում է, թե իր խոսքերը հետևանք չեն ունեցել, իր բուն հարցազրույցում պատմում էր, որ ինքը առաջարկել է սահմանադրական կարգը բռնի տապալել զինվորականներին պատերազմի ժամանակ։ Հետո դրանից հետո իհարկե զինվորականների կողմից հեղաշրջման փորձ է եղել արդեն 21 թվականի փետրվարին, այսինքն իր կոչից մի քանի ամիս անց, թեև ինքը հետո ավելի ուշ է դա պատմել, բայց պետք է ժամանակագրությունը վերականգնել եւ հաշվի առնել, որ իսկապես մենք շատ եզրին ենք եղել այդ հակասահմանադրական գաղափարների մտքերի գոյությունից եւ սա երևի թե Հայաստանի թիվ 1 մարտահրավերն է։ Ես մի քանի օր առաջ ճիշտ ասած մի քահանայի էի լսում հարցազրույցի ժամանակ եւ քանի որ իմ օրիգինալ միտք չի, իր միտքն է, սա պետք է հղում տամ, բայց չեմ հիշում անունը, երիտասարդ քահանա էր, ով պատմեց իր տպավորությունները Վազգեն Գալստյանյանի ցույցերից եւ ասաց, որ այն ժամանակ, երբ ինքը ուզում էր քաղաքականությամբ զբաղվել, մենք մտածում ենք, որ ինքը պետք է հրաժարվի իր Կանադայի քաղաքացիությունից, հոգևորական դասի անունից, հա, խոսում էր ավելի ցածր դասի, քան եպիսկոպոսներն են ու ասում էր բայց Բագրատ Գալստանյանը որոշեց, որ ավելի լավ է հրաժարվի իր եկեղեցական առաքելությունից եւ սառեցնի, քան թե Կանադայի քաղաքացիությունից։ Ասում է, իհարկե իրեն երկու խանգարող հանգամանք կար, հոգևորական լինելը եւ Կանադայի քաղաքացի լինելը, եւ նա որոշեց, որ իրեն ավելի կարեւոր է Կանադայի քաղաքացի լինելը կպահի եւ հոգևորական լինելը բաց կթողնի եւ այս մարդը խոսում էր ոչ թե քաղաքականության դիրքերից, ոչ թե քաղաքական դիրքերից, այլ հոգևոր դիրքերից եւ հիասթափությունն էր պատմում, որ հիասթափվել է այդ մարդուց, որը որոշել է, որ իր համար Կանադայի քաղաքացիությունը ավելի կարեւոր է, քան հոգևոր գործունեությունը։ Սա եւս ուշադրության արժան դիտարկում էր այդ մարդու կողմից, որովհետեւ ես միշտ այս հարցերին նայել եմ քաղաքական կողմից, քաղաքացիական կողմից եւ ավելի շատ այն մյուս քննադատությունն եմ ունեցել, բայց եթե ուշադիր լինենք, ուրեմն ինքը այն մյուս խմբի կողմից էլ նույնպես այն մյուս դիրքից նայելիս էլ նույնպիսի քննադատության է արժանի։ Եվ այո, ինչպես հիշում եք, հնարավոր չեղավ եւ նույնիսկ առաջադրվել, միայն հայտարարվեց եւ այդ գործընթացը այդտեղ վերջացավ։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, երբ որ հակասահմանադրական քայլեր կկատարվեն, Հայաստանի պետական ինստիտուտները այս պահին այնքան ուժեղ են,
այնքան կայացած են, բավարար չափով կայացած են, իհարկե դեռևս ուժեղանալու եւ կայանալու տեղ ունեն, բավարար չափով կայացած են, որպեսզի կարողանան կանխել դա։ Բարձ է, որ Սամվել Կարապետյանի կամ որևէ մեկ այլ մարդու, ով որ ունի շատ քաղաքացիություններ, այդ չի համապատասխանում սահմանադրության նվազագույն նորմերին, ոչ միայն շատ քաղաքացիություններ, որ օրինակ չի տիրապետում հայերենին, ով որ ասենք 22 տարեկան է, ուզենա դառնալ վարչապետ, ԿՀ պարզապես ենթադրում եմ, որ նրա թղթերը չի ընդունի, ինչպես տեսել եք, հա, այդ թիմ ընտրությունների ժամանակ ցուցակները որ տալիս են, այդ 10 օրվա ընթացքում որ ստուգում են, մի 6-7 անուն ամեն ցուցակից դուրս է գալիս, որովհետև այնտեղ բաներ են պատմում, որ չհամընկնումներ կան, այսինքն կամ եթե օրինակ քվոտան պահպանված չլինի ցուցակում, սա շատ տեխնիկական հարց է, ենթադրում եմ, ԿՀ-ն պետքա սրան արձագանքի եւ վստահ եմ, որ կարձագանքի, որովհետև սա այն թեման չի էլի, որ այդքան ոչ միանշանակ լինի, երկակի լինի, չգիտեմ ինչ լինի, այսինքն բարձ է թե ինչ է լինելու է գործընթացի ճակատագիրը որևէ մեկի դեպքում կոնկրետ այս մարդու դեպքում չեմ ասում, որովհետև մեր ԿՊ ցուցակում նախորդ տարի, նախ 21 թվականին մի երկքաղաքացի էր եղել ներքևների համարներում հիմա չեմ հիշում, չգիտեմ 96-րդ համարում պայմանական եւ ԿՀ-ն դա նկատել էր ու մեզ ուղարկել էր որպեսզի այդ մարդուն դուրս թողնենք, այսինքն նման բաներ տեղի են ունենում եւ շատ տեխնիկական գործընթաց է։ Ես չեմ կարծում թե Հայաստանում ընդհանրապես այս պահին հնարավորություն կա սահմանադրական կարգ տապալելու ի տարբերություն այն շատ երերուն շրջանի, երբ որ շատ մեզանից իսկապես շատ ջանքեր պահանջվեց սահմանադրական կարգը պահելու եւ իշխանություն ժողովրդին վերադարձնելու համար, եւ այս պահին իշխանություն գտնում է ժողովրդի մոտ եւ դա նրանից այլևս ոչ ոք չի խլելու։ Հետեւաբար ով կլինի Հայաստանում իշխանություն, ինչպեսին կկարողանան լինել Հայաստանում ապագա իշխանությունները եւ նման այլ հարցեր Հայաստանում ժողովուրդն է որոշելու, իսկ ժողովուրդը առնվազն ինչ որ չափորոշիչներ դրել է, դրանք փոփոխելու հարցում նույնպես միայն ժողովուրդը կարող է որոշել։ Ես չեմ կարող որոշել, դուք չեք կարող որոշել, Սամվել Կարապետյանը չի կարող որոշել։ Մենք կարող ենք միայն քաղաքական դատողություններ անել դրա շուրջ։ Ապարբերաբար պնդում են, որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, հա։ Ինչ ունեք վախի, ինչ հիմքեր կարող են լինել Կարապետյանի դեպքում։ Ես հիմա չգիտեմ դրան ոնց արձագանքեմ, հասկանում եք։ Չէ, կարող է վախենում եք, որ օրինակ, չգիտեմ, ինքը շատ Մենք ոչ մեկից չենք վախենում եւ դա մենք ցույց ենք տվել ոչ միայն մեր իշխանության տարիներին, երբ որ արդեն իշխանություն ունեինք եւ Հայաստանում այդքան բարդ խնդիրների միջով ենք անցել Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ այդքան բարդ խնդիրների միջով ենք անցել, հավատացեք, մենք ավելի լուրջ սպառնալիքներ ենք ունեցել, քան պարզապես քաղաքական կուսակցությունները։ Մենք դա ցույց ենք տվել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստան բռնապետություն էր եւ մենք մեր քաղաքական թիմի մաս կազմող մարդիկս բանտից, քաղաքական հալածանքներից, ձայնային նռնակներից, փշալարերից, ոստիկանական բռնություններից ոչինչ չենք վախեցել, հասկանում եք, մեր քաղաքական թիմին վախ վերագրելը զավեշտալի է, որովհետև փողից սերտն են փողուներ էլի, նենց չի որ բանը նոր ի հայտ եկան այդ փողերը, այսինքն նկատի ունեմ, այս այդ քաղաքական թիմի չի ում հետ կարելի է այդ լեզվով խոսել։ իսկ օրինակ ձեզ չի վախեցնի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել Կրեմլի սիրելի թեկնածու։ Ես ասեմ ավելին, մենք Կրեմլից էլ չենք վախենում։ Այստեղ կարող է սա մի քիչ ուրիշ հարցեր բացվի, բայց մենք կգանք դրան։ Եթե ուզում եք կարող ենք այս թեման շարունակել, բայց այսպես ամփոփելով, էլի։ Ես անկեղծ ասած աշխատանքի բերումով քիչ թե շատ հետևեցի նաև կողքից դիտարկումներ, այսինքն համագումարից հետո մարդիկ ինչ-որ հարցազրույցներ էին տալիս եւ այլն, նշում էին։ Օրինակ, տեսեք, առանցքային հարցերից մեկը, որում ձեզ մեղադրում են, դա այն է, որ մինչև այս պահը Ադրբեջանի կողմից կան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացված հատվածներ, դուք պարբերաբար պնդում եք այդ թվում եւ վարչապետը, որ դա այդ հարցը լուծվելու է ինստիտուցիոնալ մակարդակում, այսինքն սահմանազատ աշխատանքների արդյունքում եւ օրինակ այսօր ես լսեցի, որ համագումարի ժամանակ ելի իրանք ասում են, որ մենք գալու ենք եւ Ադրբեջանի կողմից գրաված Հայաստանի տարածքները խաղաղությամբ ենք այդ հարցը լուծելու, մարդիկ ուղղակի հեռանալու են, այդ հարցը այդպես լուծելու են, չենք պատերազմելու տենց բաներ չենք անելու, հա։ Առանցքային հարցերի շուրջ այս մարդիկ ինչ ասում էին կամ այն ինչում ձեզ հիմա քննադատում են, գրեթե միակարծիք կարծես լինեք։ Միանանք, հա։ Այդ գալիս եմ դրան, էլի։ Մարդը ձեզ ու իրենց մի քիչ պակաս, մի քիչ ավել չհերիքի կարող է այդպես շատ նույնական օրակարգերը կպցնեք իրար, բացառությամբ Ռուսաստանի մասով կարող եք կոնսենսուսի գալ։
Ես ճիշտն ասած ամբողջությամբ չեմ տիրապետում օրակարգին, այնքանով որքան վերնագիրն է, հա, ուժեղ Հայաստան, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը արդեն իսկ ուժեղ է եւ Հայաստանը ունի ուժեղ առաջնորդ եւ Հայաստանը ունի ուժեղ ժողովուրդ ամենակարևորը։ Հետևաբար պետք չի այդ մասին խոսել ապագայով, դա մեր ներկան է, այսինքն լինելու է այսպես, լինելու է ուժեղ Հայաստան, ոչ թե լինելու է ուժեղ Հայաստանը, արդեն իսկ ուժեղ է եւ շարունակելու է ուժեղանալ որպես պետություն։ Եվ ես այդ մասով համաձայն եմ ձեզ հետ, որ այն օրակարգերը, որոնք դրված են սեղանի եւ ոչ միայն այս քաղաքական ուժի կողմից, տարբեր քաղաքական ուժերի կողմից, քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ իրականացրել է։ Օրինակ, մի շատ հայտնի թեզ կա, չէ, 300,000 աշխատատեղ։ Դա արդեն արել ենք։ Պետք չի դրա մասին ապագայով խոսել։ Դա արդեն անցյալում տեղի ունեցած փաստ է։ Մեր կառավարման օրոք վերջին տարիներին 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 300,000 աշխատատեղ, նոր աշխատատեղ։ Հետևաբար մեր արածները են, որում սա միայն այս քաղաքական ուժին չի բնորոշ։ Օրինակ, եթե տեսել եք կան քաղաքական ուժեր, որոնք պատմում են, թե ինչպես են իրանք գալու եւ ստեղծելու խաղաղության խաչմերուկը, բայց մի քիչ ուրիշ բառեր են ասում։ Դե ասում են բանը հյուսիս հարավի մեջ էլ Ռուսաստանին կներգրավենք, այս մյուս հատվածում էլ խաղաղության խաչմերուկի կոնցեպտն է պատմում, բայց ամաչում են ասել, որ դա այն կոնցեպտն է, որ քաղաքացիական պայմանագիրը առաջ է մղել եւ դրա շուրջ բազմաթիվ միջազգային պայմանագրեր ունի, որովհետեւ իրենք դրանից առաջ ծաղրում էին, ասում են բրոշուրա թափ տալիս բոլոր պատվիրակությունների արժեվ։ Հիմա ամաչում են խոստովանել, որ այդ բրոշուրը ռազմավարական ծրագիր է եղել եւ այդ ռազմավարական ծրագիրը իրականացում է ճանապարհին է եւ սա բնորոշ է դաշտում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերին, վստահ չեմ կարող ասել բոլորին, բայց շատերից լսել եմ, թե ինչպես են իրենք պատրաստվում Հայաստանում անել այն, ինչ մենք արդեն արել ենք։ Հետևաբար ձեր հեգնանքը իսկապես կարող է տեղին լինել, որովհետև եթե բոլորի օրակարգ խաղաղությունն է, եթե բոլորի օրակարգ խաղաղության խաչմերուկն է, եթե բոլորի օրակարգը Հայաստանը զորեղացնելն է, Հայաստանի շուրջ եւ տարածաշրջան խաղաղություն ստեղծելն է, բալանսավորված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է, այո, բոլորը կարող են համախմբվել։ Իդեպ շատերի օրակարգ սահմանադրության փոփոխությունն է, բոլորը կարող են համախմբվել մեր շուրջ եւ ստացվի այդ ձեր ասած պատմությունը, որովհետև իսկապես մեր օրակարգից անդին ես ուրիշ առաջարկ դեռևս չեմ լսել։ Միգուցե կա, ես չգիտեմ։ Չէ, դե օրինակ տեսեք, առանցքային հարցերի շուրջ էլի կան տարբեր առաջարկներ, օրինակ չգիտեմ, ամերիկյան համաձայնությունները առանց երաշխավորի կյանքի չեն կոչվի, օրինակ կարող է Ռուսաստանի Մի րոպե, Ամերիկայի հետ մեր համաձայնությունը պետք է ինչ-որ ուրիշ երկիր երաշխավորի։ ուժեղ Ռուսաստան։ Սան Մարինոն, չգիտեմ, էլի կներեք, որ սենց եմ ասում, կամ չգիտեմ, Մալթան, Բրյուսելը, ով պետք է գա Ամերիկայի կամ լավ թեկուզ Չինաստան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, ում գիտեք, ով պետք է գա այս աշխարհում Ամերիկայի հետ համաձայնությունը երաշխավորի։ Ամերիկան ինքնին երաշխիք է։ Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ Ամերիկան իր ճիշտ եմ հասկանում հիմա այս բառերը։ Դե եթե մենք իրենց ճիշտ ենք հասկանում, ուրեմն ճիշտ եք հասկանում։ Կարող է մենք ճիշտ չենք հասկանում, ժիրեր։ Ես չգիտեմ, ես դժվար չեմ կասկածում մեր հասկանալու ունակությունների վրա, իհարկե միտքը արտահայտողների վրա կարող եմ կասկածել, բայց Պուտին ուժեղ տղա, այո, կգա եւ կերաշխավորի ձեր հայ-ամերիկյան ստիպի Ամերիկային իր խոստացած ներդրումները կատարել։ Լավ, իսկապես ես անեկդոտի ժանրում չենք, էլի ինձ թվում է քաղաքական հարցազրույց է։ Okay, եթե անեկդոտի ժանրում ենք, կարանք ինչ որ մեկին գտնենք, ով որ կերաշխավորի ամերիկյան ներդրումները, ասենք։ Ես երևակայությունս չի հերիքում, թե ով կարա Ամերիկայի համար ներդրումները երաշխավորի Հայաստանում։ Ձեր երևակայությունը հերիքում, հա? Ճիշտ ասած, եթե հերիքել ձեզ չէի հարցնի, ես նույնիսկ իմ երևակայությունը կբացեի քարտերը, այսպես ասած, բայց լավ, այնուամենայնիվ, լավ իմանալով, որ խնդիր կա, Սահմանադրության հետ Սամվել Կարապետյանի թեկնածությունը առաջ քաշելով, մարտավարությունը ձեզ որն է, այսինքն հանրությանը ասել, որ Սամվել Կարապետյանն է լինելու թեկնածուն, իրեն ձայն տվեք, բայց ինքը չի լինի բնականաբար ընտրական process-ի մեջ, մենք կհաղթենք, գանք կփոխենք սահմանադրությունը, մինչև այդ կունենանք դրածո ինչ-որ վարչապետ, կառավարության ծրագիրը կհաստատենք, հետո խորհրդանում կփոխենք սահմանադրական այդ նորմը եւ դրածո վարչապետությունը կփոխանցենք Սամվել Կարապետյանին։ Ինչ բարդ կոնստրուկտ է ձեր միտքը։ Փորձում եմ հասկանալ։
Հայրական ես չեմ կարծում որ այդքան լուրջ բարդ մտքերի հետ գործ ունենք եւ չեմ ուզում գուշակություններով զբաղվել թողնան պատմեն իրենց քաղաքական ծրագրերը քաղաքացիներն էլ ընտրեն ես այդտեղ բանավեճի թեմա չունեմ հիմա ինչ ասեմ ակնհայտ է որ այդ մարդը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը այդ մարդու առաջադրումը չի համապատասխանում եթե որևէ մեկը ուզում է 2031 թվականին առաջադրվել Հայաստանի վարչապետ, բայց այս պահին երկքաղաքացի է, ես պարզապես կարող եմ խորհուրդ տալ հիմա գնալ հրաժարվել քաղաքացիությունից, այն մնացած, որովհետև 6 տարի հետո, 5 տարի հետո, մի քանի տարի հետո դա հնարավոր կլինի, 5 տարի առնվազն, եթե չեմ սխալվում, սահմանադրություն սահմանում է միայն Հայաստանի քաղաքացիության նորմը։ Ուրիշ որևէ որակյալ խորհուրդ տալ չեմ կարող մտնել այդ տրամաբանության մեջ, այդ ձեր առաջարկած տրամաբանության մեջ չեմ կարող մտնել։ Ես ծնվել եմ Հայաստանի քաղաքացի եւ մինչեւ այս պահը Հայաստանի քաղաքացի եմ եւ շատ հարմար է այդպես կարող եմ նույնը խորհուրդ տալ բոլոր Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվել ցանկացողներին չնայած գիտեք հենց նորից մտածեցի առաջիկայում Ռուսաստանում էլ ընտրություններ կան նախագահական կարող է պահում է այդ քաղաքացիությունը մի հատ էլ այնտեղ փորձի էլի երկքաղաքացի է մի հատ ստեղ կառաջադրվի մի հատ այնտեղ որտեղ ստացած տեղի ուժեղ առաջնորդնել կդառնա ինչ եք կարծում կարող է օրինակ Սամվել Կարապետյան Ռուսաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ չէ որ դա էլ իր քաղաքացիության երկիրն է Ես կարծում եմ դուք այդքան կարծիք տենց ցածր չունեք Սամվել Կարապետյանի մասին կամ առնվազն Կարապետյանը ինքնասպան չէ, բայց ուժեղ է բայց ուժեղ։ Դե Պուտինն էլ է ուժեղ։ Այստեղ առանցքային բառը ուժեղն է։ Կրեմլից չեք վախենում, ասացիք։ Այո Շատ լավ։ Կրեմլի Ռուսաստանի հետ ընդհանուր առմամբ Ռուսաստան կառավարության հետ աշխատում ենք, չենք վախենում։ Եվ ես կարծում եմ, որ դա ապացուցելու կամ որևէ կերպ փաստարկելու կարիք չկա։ Դուք բոլորը տեսնում եք մեր աշխատանքը բոլոր աշխարհաքաղաքական ամենաուժեղ կենտրոնների եւ նաեւ ոչ այնքան ուժեղ երկրների հետ։ Հա։ Իսկ մենք դա ապացուցելու կարիք արդեն չունենք։ Հանուն արդարության ասեմ, օրինակ, երբ վերջերս ազգային ժողովի նախագահը գնացել էր Մոսկվա, դե պարզ է, չէ, որ այդպիսի հանդիպումներից առաջ նախորդ համաձայնեցված օրակարգեր կան, այսպես ասած թիփեր կան, կա հազար բան կա։ Ինքան խղճուկ էր այդ օրակարգը։ Ես դրա համար շատ ուրախ եմ, ճիշտ ասած, որովհետև դա ինձ թվում է արտացոլում էր իրականությունը։ Իսկ իրականությունը միշտ երևութական, վերացական բաներից շատ ավելի լավ է, թեև խղճուկ բայց դա իրականություն։ Ինձ համար շատ խղճուկ տպավորություն։ Իրական Հայաստանի կոնցեպտն ենք որդեգրել, հետեւաբար ամեն ինչ այսուհետ արտացոլելու է միայն իրականությունը՝ ի տարբերություն Հայաստանի նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտության։ Եվ ցանկալի կլինի այդ լավ խղճուկ բառը հանում եմ, ցանկալի կլինի այդ հարաբերությունների իրական օրակարգը, իրական դինամիկան, իրական որակը եւ իրական բովանդակությունը արտացոլվի նաեւ փաստաթղթերում։ Այսինքն փաստաթղթերում չլինի մի երևութական վերացական մի բան, որ Ռուսաստանի դեսպանը չասի հայ եւ ռուսաստանցի ժողովուրդների բարեկամությունը եւ եղբայրությունը մեր նախնիների սերունդներից է պատվիրակված, այսինքն դա դες պիտի արդեն լինի ապրիորի։ Հետո նայենք տեսնենք այդ օրակարգը, ասենք մի րոպե, այս խղճուկությունն է մեր եղբայրությունը, հետո բացենք փաստաթղթեր, տեսնենք փաստաթղթերում էլ եղբայրություն չի, չգիտեմ, ինչ որ մերձեցման process է այնքան քիփ կպած են իրավապայմանագրային բազայով Հայաստանը եւ Ռուսաստանը։ Ուզում եմ ասեմ, դա երբ է գալու հասնի իրավական կարգավորումների մեջ, որ այսպես դիսոնանս չլինի, էլի, sense մարդն նայ ասի միտեղ ուրիշ բան է, իրականությունը ուրիշ բան է, դուք էլ իրականության ջատագով Ժիրայր շատ գնահատում եմ ձեր քաղաքական դիրքորոշումը, քաղաքական կեցվածքը եւ ընդհանրապես հորդորում եմ քաղաքական գործունեությամբ զբաղվել ամեն անգամ հարցազրույցներից ընթացքում մոռանում եմ դա ասել, ոչ թե միայն լրագրողական, որովհետեւ ակնհայտ քաղաքական կոնկրետություն կա էլի ձեր խոսքում։ Այն ինչ մենք նախանշել ենք Ռուսաստանի հետ հարաբերություններում իմ կարծիքով շատ բաց է, բացահայտ է, այդտեղ ոչ մի թաքնված օրակարգեր չկան, ոչ մի ձևականություն չկա։ Այնց մենք խոսում ենք հրապարակային, մենք խոսում ենք դռների հետ, փակ դռների հետևում նույնպես, եւ մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է թշնամանա Ռուսաստանի հետ եւ դառնա այն դասվի այն երկրների շարքում, որոնք Ռուսաստանի
հետ խոսակցություն չեն ունենում։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է խոսենք բոլորի հետ։ Եթե մենք կարողանում ենք մեր մեջ ուժ գտնել եւ խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ի հեճուկս Հայաստանում ներսում այդ թվում տեղի ունեցող բոյկոտների, հա, այդ կանխելու քաղաքականության, մենք նաեւ մեր մեջ ուժ կգտնենք խոսելու մնացած բոլոր երկրների հետ։ Այսինքն եթե մենք կարողանում ենք մեր հետ այդքան երկար ճշնամության, կոնֆլիկտի պատմություն ունեցած, ցեղասպանության պատմություն ունեցած, պատերազմի պատմություն ունեցած երկրների հետ խոսենք, մենք բոլորի հետ կխոսենք, եւ դա է մեր բալանսավորված քաղաքականության իմաստը։ Մենք չենք պատրաստում դառնալ Ռուսաստանի ճշնամին, տրամաբանական չի լինի, հա, այն կոնտեքստում, երբ որ մենք նվազեցնում ենք մեր ճշնամիների քանակը աշխարհում, մենք փորձում ենք բոլորի հետ կարգավորված հարաբերություններ ունենալ, մղվել դեպի այդտեղ։ Այլ հարց, որ երբեմն մեր շահերից բխող այդ ճշնամիների քանակը նվազեցնելու քաղաքականությունը կարող է որոշ վերապահում առաջացնել մեր ռուս գործընկերների մոտ, բայց մյուս կողմից մենք երբեք չենք գործելու Հայաստանի շահերի դեմ ի նպաստ որևէ երկրի շահերի։ Հետևաբար այն համակարգը, որ մենք կարողացել ենք ստեղծել, իմ կարծիքով արտաքին քաղաքականության այն համակարգը, որ մենք կարող ենք ստեղծել, դարձել է մի տեսակ մոտիվացիոն համակարգ մեր բոլոր գործընկերների համար։ Դուք հիշում եք, մենք առաջարկում էինք Ռուսաստանին, որ այն նույն մեխանիզմով, ինչ մեխանիզմով հիմա ստեղծվելու է թրիփը, օգնի մեզ այդ ճանապարհը Սյունիքով անցնող ստեղծել։ Ռուսաստան չհամաձայնեց այն ժամանակ, որովհետև ինքը այլ բաներ պատկերացնում, եւ մենք բանակցելով կհիշեք, երկար Բրյուսելի հետ էինք խոսում, միջնորդությամբ էինք խոսում, ու միջնորդից մի քիչ ճոխացված է, հարթակում էինք խոսում։ Հետո Միացյալ Նահանգները այդ հարթակը տվեց, իրենց հարթակում էինք խոսում, հետո նաեւ իրենց օգնությամբ կնքեցինք այդ համաձայնությունը եւ ստացանք, այն ինչ որ ստացանք։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց հայտարարել, որ ինքը կուզենար մասնակցել այդտեղ։ Ցավոք սրտի թրիփի գնացքը արդեն գնացել է։ Առայժմ դեռևս բարի փոխաբերական իմաստով, բայց շուտով նաև ուղիղ իմաստով կգնա գնացքը։ Բայց հիմա մենք առաջարկում ենք մեր ռուս գործընկերներին օգնել իրենց կոնստիտուցիոն կառավարման ներքո գտնվող, իրենց պատկանող կազմակերպության կոնստիտուցիոն կառավարման ներքո գտնվող երկաթգծերը վերականգնել եւ արդիականացնել այնպես, որպեսզի տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն համաձայն Հայաստանի Հանրապետության խաղաղության խաչմերուկ ռազմավարական տեսլականի եւ եթե օրինակ ինձ թվում է այս պահին արդեն ռուս մեր գործընկերները հասկանում են, որ եթե օրինակ այս գնացքն էլ բաց թողեն, այս գնացքն էլ կգնա ու իրանք հետո կգան կասեն թողեք այստեղ ներգրավենք։ Հիմա այստեղ պետք է ներգրավեն, եթե ուզում են ներգրավվածություն ունենալ։ Եվ սա ակնհայտ ցույց է տալիս, որ մեր համագործակցությունները ոչ թե սաբոտաժ են անում մյուսներին կամ թշնամացնում են մյուսներին, այլ մոտիվացնում են մյուսներին նույնպես աշխատել, ոչ թե ուշադիր նայել, թե ինչա կատարվում այստեղ։ Այսինքն ամերիկյան ներդրումները կարող են բերել ռուսական ներդրումներ, եթե շատ կոպիտ ասեմ, հա, այսպես բարձրացնեմ այս նախադասությունը։ Եվ սա միայն Ամերիկային ու Ռուսաստանին չի վերաբերվում, մենք կարծում ենք, որ այդ նախագիծը շատ գրավիչ ու գայթակղիչ է շատ երկրների համար եւ մենք շատ գործընկերներից առաջարկներ եւ ներդրումներ ենք ունենալու այս ամբողջ ենթակառուցվածքային նախագիծը ստեղծելու համար եւ դուք կտեսնեք դա շուտով այնպես, չնայած որոշակի թերահավատություն եմ նկատում ձեր աչքերում, ինչպես տեսակ նախորդիվ մի քանի տարի առաջ մեր ասածը, երբ որ պատմում էինք, թե ինչ ենք պատրաստում անել առաջիկայում թրիփի ժամանականությունը չգիտենք, բայց այդ ճանապարհի հետ կապված էլի մեզ շատ թերահավատությամբ են վերաբերվում, բայց ես կարծում եմ նույնիսկ ավելին է ստացվել, քան մենք պատկերացնում ենք։ Իդեպ քան մեզնից մենք սպասում ենք, որ կարա լինի։ Իդեպ ես նաև ուզում եի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք այսօր նստել խոսում ենք մի կուսակցության համաժողովից, այն դեպքում, երբ որ Հայաստանի համար ամենակարևոր օրակարգը դա չէ։ Հայաստանի համար ամենակարևոր օրակարգը իմ կարծիքով այս պահին փոխնախագահի այցելություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ ես կարծում եմ դա արմատապես փոխել է Հայաստանի շուրջ կոնտեքստը եւ միգուցե Հայաստանի պատմության ընթացքը, որովհետեւ այնինչ տեղի է ունենալու Հայաստանում մեր պայմանավորվածություններից հետո, եթե կարողանանք դրանք կյանքի կոչել, իսկ դրանք կյանքի կոչելու համար իհարկե նաեւ քաղաքական հաստատուն հենարան է պետք, դրանից հետո Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային եւ նորագույն տեխնոլոգիաների հաբ, որից հետո
պետք չի երևի, հա, պատմել թե ինչ կլինի։ Ես վստահում եմ աչքերով ձեր վերլուծություններ անելուն, հայացքից շատ բան իմանալուն, բայց ես ընդհանրապես թերահավատ չեմ։ Ես հայ-ամերիկյան, հայ-եվրոպական համաձայնությունների խորացված հարաբերությունների ջատագովներից մեկն եմ, որքան շատ այնքան լավ։ Բայց վերադառնանք իմ հարցին։ Երբ է վերանայվելու իրավապայմանագրային բազան, որը համապատասխան լինի իրականության հետ։ Երբ դրա կարիքը լինի։ Իսկ դրա կարիքը օրինակ ինչպես է արտահայտվելու։ Երբ մենք կզգանք դրա մասին, որ սա կարիքն է, այո, հիմա։ Երբ դրա կարիքը լինի։ Ես կարող եմ իհարկե ավելի բաց խոսել, թե ինչպիսի նախապայմաններ են պետք իրավապայմանագրային բազաները վերանալու, բայց ես չեմ կարծում, թե լավագույն զրուցակիցն եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերի մասին խոսելու այդ իմաստով, թե ինչ ենք պատրաստվում երբ անել։ Հետևաբար, այս պահին ես կսահմանափակվեմ նրանով, ինչ ասում եմ, բայց ինձ թվում է ցանկացած տրամաբանող մարդ կարա հասկանա, երբ կարա դրա կարիքը լինի։ Կամ ինչ պայմաններում այդպիսի կարիք կարող է առաջանալ։ Շատ լավ։ Օրինակ, այդ կարիքը կարող է հասունացնել ձեր երրորդ ժամկետի վստահության քվե ստանալը։ Ես կարծում եմ, որ հանգամանք ոչ թե մեր, այլ Հայաստանի վարած քաղաքականության բերումով ստեղծված հանգամանքներն են այդ կարիքը հասունացնելու։ Կլինենք մենք, կլինի ուրիշը, եթե շարունակվի այս ուղեգիծը, պարզ է, որ ինչ որ պահի արդիականացնելու կարիք է լինելու այդ հարաբերությունները, որովհետև դրանք մի քիչ ժամանակավրեպ են առնվազն թվում։ Ու քանի որ գետնի վրա իրողություններ են փոխվելու, այդ գետնի վրա փոխված իրողությունները նույնպես կարող են հանգեցնել ինչ-որ բաներին, որում ես չեմ ասում այդ հարաբերությունների խզում է լինելու, ինչ-որ բաներ կարող են ավելի լավը լինել, ինչ-որ բաներ ավելի վատը եւ ինչ-որ բաներ ուղղակի տարբեր։ Ես կարծում եմ ցանկացած հասկացող, մտածող, տեսնող, դիտողունակ մարդու համար ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները տարբեր են։ Այս պահին ավելի քան օրինակ սրանից մի 5 տարի առաջ, կամ սրանից մի 10 տարի առաջ առավել եւս, կամ սրանից մի 15 տարի առաջ էլ առավել եւս տարբեր են։ Եվ այդ տարբերությունները ինչ որ պահի իսկապես գուցե իրավական առումով կարիք լինի արձանագրել, բայց ես կարծում եմ, որ դրա համար ինչ որ սահմանաչափ կա։ Շատ լավ։ Իհարկե ես համաձայն չեմ, որ Տարբեր են։ չէ, համաձայն չեմ, որ ով էլ լինի դրա վերանայման անհրաժեշտությունը կլինի։ Որով էլ լինի, ասում եմ, ով էլ որ լինի, եթե շարունակի այն տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարել, ինչ տրամաբանությամբ մենք ենք վարում, եթե մեր տրամաբանության նման տրամաբանությամբ քաղաքական ուժեր լինեն Հայաստանում։ Այլ հարց, եթե դուք հիմա ասեք, որ այդպիսի առաջարկ չկա։ Ես կհամաձայնեմ դրա հետ։ Այդպես միանշանակ չէի պնդի։ Որովհետև դաշտում կարծում եմ կան դերակատարներ, որոնք կիսում են արտաքին քաղաքականության մասով ձեր օրակարգերը եւ հենց արտաքին քաղաքականության մասով դուք նաեւ այդ ուժերի աջակցությունը վայելում եք։ Շնորհակալ։ Կարող է։ Այո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին, ետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանությամբ բաժնում է։ Իդեպ Թագուհի մոտ ժամանակներս կազմակերպենք Telegram-ում audio live, թող քեզ մարդիկ հարցեր տան եւ դու պատասխանես։ Իդեպ, քանի որ ինձ հնարավորություն տրվեց նորից խոսելու, ես բոլորին հորդորում եմ հետևել ջրերի էջերին, լայքել, բաժանորդագրվել եւ նաեւ միանալ Telegram ալիքին, որտեղ մենք շուտով աուդիո հարցի պատասխան ենք ունենալ, չգիտեմ աուդիո ինչ։ Audio live։ Աուդիո լայն։